Իմ տատիկս, պապիկս եկել են Արևմտյան Հայաստանից, իրենք այո, տատիկիս ընտանիքը, ամուսինը մահացել է, երեխան իհարկե թուրքերն են սպանել, հետո ճանապարհին պապիկիս հետ ծանոթացել է, եկել են Հայաստան։ Որ քաղաքից են գաղթել։ Վանից։ Հետո ունեցել են մինուճար հայրիկիս, հայրիկս էլ շատ երախտապարտ է եղել, միշտ եկել է, միշտ այցելել է Պանթեոն, միշտ հարգանքի տուրք է մատուցել, այն ժամանակ ես այս խորհուրդը շատ չէի հասկանում, փոքր էի, հիմա էլ ես իր գործը կատարում եմ, ամեն տարի գալիս եմ, հարգանքի տուրք եմ մատուցում մեր անմեղ զոհերին։ Ինչ զգացողություններ ունեք, երբ որ մտնում եք այստեղ։ Ես շատ եմ հուզվում, մանավանդ այս տարի ավելի շատ հուզվեցի, որովհետև որ շատ մարդաշատ է։ Ես ուրախանում եմ, որ ազգասերը իմ հայ ազգը, ես սիրում եմ հայի լավ տեսակը։ Շատ եմ հուզվում ես, որ մեր լավ ազգին միշտ տանջել են, միշտ խոշտանգել են։ Մեծ հուզմունք եմ ապրում։ Դուք հետագայում ձեր կյանքի ընտանիքի պատմություններն ում եք պատմել ձեր երեխաներին։ Իմ երեխաներին եմ պատմել, այո, թոռնիկներ ունեմ, պատմել եմ իրենց։ Իսկ նրանք ինչ են ասում, հարցում են նրանք ինչ զգացողություններ եք։ Իմ աղջիկս ազգային երգը ներկայացնող է, ինքն էլ իր երգերի մեջ ապրում է մեր հայ ազգի պատմությունը, ներկայացնում է հայ ազգի պատմությունը իր սաներին։ Ես ուրախ եմ, որ ունեմ հայրենասեր զավակներ։ Ամեն տարի միշտ գալիս եք այստեղ։ Այո, գալիս եմ, արդեն երկար ժամանակ է, որ գալիս եմ։